Ողջույն։ Այսօրվա մեր վարպետության դասը, որը առաջինն է, նվիրված կլինի այս կախազարդ սրտիկին։ Տեսանյութի վերջում դուք կարողանաք գործել այսպիսի սրտիկ կախազարդի տեսքով և պահել ձեզ մոտ կամ նվիրել ձեր սիրած մարդկանց։ Հիմա քայլ առ քայլ ցույց կտամ, թե ինչպես գործենք այս սրտիկը։ Այս տեսանյութը ես պատրաստել եմ իմ շատ սիրելի Շուշանի համար և կիսվում եմ նաև ձեզ հետ։ Գնացինք։ Սկսում ենք ամիգորուի օղակից։ Դրա համար թելը անցկացնում ենք երկու մատի վրա, այսպես։ Հելունը մտցնում ենք տակից, այս թելը հանում ենք, ապա գործող թելը վերցնում ենք, մի հատ գործում ենք և ստանում ենք ամիգորուի օղակ։ Սա կոչվում է հրաշք օղակ, քանի որ ինքը այսպես մեծանում և փոքրանում է։ Այստեղ գործում ենք 6 հատ սյունյակ առանց թել վերցնելու։ 1 2 3 4 5 6 Հիմա երբ որ այս թելը քաշենք, մեր օղակը կփակվի։ Սա առաջին շարքն էր։ Երկրորդ շարքի համար յուրաքանչյուր հատի մեջ գործում ենք 2 հատ։ Ամբողջ սրտիկը գործվելու է առանց թել վերցնելու սյունյակներով։ Այսինքն երկրորդ շարքում յուրաքանչյուր օղակի մեջ, յուրաքանչյուր հատի մեջ մենք գործում ենք 2 հատ սյունյակ առանց թել վերցնելու 1 և 2։ Ընդհանուր կունենանք 12 հատ։ 2 արդեն գործեցինք, 3, 4-րդը նույն հատի մեջ, հաջորդ հատի մեջ կգործենք 5-ը և 6-ը, ապա 7-ը և 8-ը, 9-ը և 10-ը հաջորդ հատի մեջ, 11-ը և 12-ը վերջին հատի մեջ։ Այս գործվածքները կոչվում են ամիգորումի և իրենք գործվում են սպիրալաձև։ Որպեսզի շարքերը չխառնենք իրար, այս պահից սկսած օգտագործում ենք, կարելի է նաև առաջին շարքից սկսած, օգտագործում ենք մարկեր։ Այսինքն, հիմա երրորդ շարքի համար մենք պետք է գործենք մի հատ սյունյակ առանց թելի հաջորդ հատում և 2 հատ մյուս հատում։ Հիմա կգործենք առաջինը, կանցկացնենք մարկերը, որպեսզի շարքի սկիզբը չխառնենք։ Ուրեմն սա առաջինն էր։ Հիմա մենք պետք է իրար հաջորդելով գործենք։ Մի հատ սյունյակ, 2 հատ ավելացում։ Մի սյունյակ արդեն գործել ենք, ավելացում նշանակում է մի հատի մեջ գործել 2 հատ։ Եվ այսպես շարունակում ենք մինչև շարքի վերջը 6 անգամ։ Վերջում մենք շարքի վերջում կունենանք 18 հատ։ Ճիշտ կլինի ամեն շարքի վերջում հաշվել ինքները ձեզ ստուգելու համար։ Հիմա գործում ենք 1 հատ և 1 հատ ավելացում, այսինքն 1 հատի մեջ 2 հատ։ 1 1 ավելացում, 1 և ավելացում։ Վերջինն ենք գործում 1 հատ, հաջորդում 1 ավելացում, այսինքն 2 հատ, միևնույն հատի մեջ։ Ունեցանք 18 հատ։ Չորրորդ շարքում մենք կրկին կավելացնենք, որպեսզի մենք ստանանք հավասարաչափ մեծացող շրջան։ Այս դեպքում մենք կգործենք 2 հատ, ապա նոր ավելացում կանենք, էլի 6 անգամ կգործենք, շարքի վերջում կստանանք 24 հատ։ Առաջինը գործելուց հետո ամրացնում ենք մարկերը, 1, 2 սյունյակ և 1 ավելացում, 1, 2,
կրկին 2 սյունյակ, 1 ավելացում։ Գործում ենք ինքնուրույն, հանդիպում ենք շարքի վերջում, այսպես, ավարտեցինք 4-րդ շարքը, հիմա 5-րդ և 6-րդ շարքերը գործում ենք առանց փոփոխության, առանց ավելացումների, պարզապես հիմա այստեղ մենք ունենք 24 հատ, 2 շարք 24 հատ գործում ենք, կամ շարքերով ենք հաշվում, կամ կարող եք հաշվել միանգամից 48 հատ, այո, 48 հատ, գործենք և հանդիպենք։ 48 հատ կամ 2 շարք գործելուց հետո մենք այսպիսի դետալ ենք ստանում, ինչու կորացա, քանի որ մենք չավելացրեցինք հատերը և ինքը այսպես կորացավ, այս դետալը այսքանով ավարտում ենք, հիմա ամրացնում ենք թելը, ինչպես ենք ամրացնում, հաջորդ հատի մեջ մտցնում ենք հելունը, հանում ենք առանց գործելու, պարզապես հանում ենք այս հատի միջով, թողնում ենք մոտ 20 սանտիմետր թել, հետագայում մեզ այն պետք կգա, այսպես հանում ենք, ձգում ենք և ամրանում ենք, սա դնում ենք մի կողմ, հիմա գործում ենք նույնությամբ նորից այս դետալից, բայց այս անգամ թելը չենք կտրելու, գործենք և հանդիպենք, պատրաստ է նաև երկրորդ դետալը, հիմա այս երկու դետալները մենք պետք է միացնենք իրար, որպեսզի հետագայում արդեն ձևավորենք սրտիկը, ինչ ենք անում դրա համար, ինչպես արդեն նշեցի, թելը չենք կտրում երկրորդ դետալի վրայից, գործող թելը մնում է, վերցնում ենք առաջին դետալը, տեսնում ենք որտեղ ենք ավարտել և անմիջապես հաջորդ հատի մեջ մտցնում ենք հելունը և գործում ենք մի հատ սյունյակ, ուրեմն այսպես, վերցնում ենք և գործում ենք, իրեն կնակում ենք գործել, շարունակում ենք գործել 19 հատ մեր առաջին դետալի վրա, այսինքն որը որ նոր ամրացրեցինք, 1, 2, 3, 4, 19 հատ ենք գործում, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, այսինքն եթե հաշվենք նաև մեր ամրացրած սյունյակը կլինի 20, մենք այստեղ ունենք ևս 4 հատ, մենք դա բաց ենք թողնում, այնուհետև այս ձախ կողմի դետալի վրա բաց ենք թողնում 1, 2, 3, 4 հատ և գործում ենք 5-րդից այսպես, և կրկին 20 հատ, այսինքն 21, ևս 19 հատ գործում ենք, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 և 20, ուրեմն մեզ մոտ ստացվեց այսպիսի դետալ, մենք 4 հատ այստեղ բաց թողեցինք, 4 հատ այստեղ, փաստորեն 20 հատ այստեղ ունենք, 20 հատ այստեղ, հիմա կգործենք 40 հատ մի շարք, առանց փոփոխության, առաջին հատը գործելուց հետո կդնենք մարկերը, այսպես,
Գործենք ինքնուրույն մինչև շարքի վերջը և վերադառնանք։ Գործեցինք մեկ շարք ընդհանուր 40 հատ, հասանք մարկերին։ Հիշում եք, մենք այստեղ երկար թել էինք թողել առաջին դետալը գործելուց հետո։ Հիմա սա մեզ անհրաժեշտ է այս անցքը փակելու համար։ Յուրաքանչյուր հատի մեջով անցկացնելով փակում ենք այս անցքը։ Ստուգում ենք, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա։ Որպեսզի հետագայում սինցիպոնը չի երևա ներսից։ Այնուհետև ամրացնում ենք թելը։ Այսպես կորցնում ենք այն նրա հետքը։ Այստեղ կարելի է մի փոքր ևս փակել։ Կարող ենք այսպես անել, թելը քաշել և կտրել։ Հիմա նա շատ ապահով է։ Այս թելերը ևս կարելի է կարճացնել, որպեսզի չխանգարեն։ Ունենք այսպիսի մի դետալ։ Հիմա շարունակում ենք գործել։ 8-րդ և 9-րդ շարքերը գործում ենք անփոփոխ, ինչպես որ գործեցինք նախորդը 40 հատ, 2 շարք։ Գործենք ինքնուրույն և հանդիպենք։ Երկու շարքը գործելուց հետո մենք տեսնում ենք, որ արդեն մեր սրտիկը աստիճանաբար ձևավորվում է և այն ունի այսպիսի տեսք։ Հաջորդ շարքերից սկսելու ենք արդեն պակասեցնել։ 10-րդ շարքը սկզբից գործում ենք 7 հատ սյունյակ, կրկին մարկեր ամրացնում ենք, որպեսզի շարքերը չխառնենք իրար, 1, 2, 3, 4, 5, 6, 7, հիմա մի հատ պակասեցնում ենք և մի հատ գործում ենք, սա կրկնելու ենք 2 անգամ, ինչպես ենք պակասեցնում, վերցնում ենք այս հատի առաջին թելը և երկրորդ հատի առաջին թելը և միասին գործում ենք, այսինքն երկուսը դարձնում ենք 1, մի հատ պակասեցնում ենք, մի հատ սովորական գործում ենք, կրկնում ենք ևս մեկ անգամ, մի հատ պակասեցնում ենք, երկուսը միասին ենք գործում և մի հատ սովորական գործում ենք։ Հիմա գործում ենք 14 հատ սովորական, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, հիմա նույն պակասեցումները կրկնում ենք նաև այս հատվածում, որպեսզի լինի սիմետրիկ։ Պակասեցնում ենք, երկուսը գործում ենք միասին և մի հատ սովորական, սա եղավ 1, նույնը կրկնում ենք ևս մեկ անգամ, պակասեցնում ենք, գործում ենք, սա եղավ 2 և վերջում մնացած 7 հատը գործում ենք սովորական, 1, 2, 3, 4, 5, 6, 7,
10-րդ շարքը ավարտեցինք, 11-րդ շարքը գործում ենք առանց փոփոխության, հիմա մեզ մոտ այստեղ 36 հատ է, կարող եք ինքներդ ձեզ ստուգել, և գործում ենք 36 հատ առանց փոփոխության և հանդիպում ենք 12-րդ շարքի սկզբում։ Գործեցինք 36 հատ, 11-րդ շարքը, հիմա սկսում ենք գործել 12-րդ շարքը, այստեղ կրկին պակասեցնելու ենք, որպեսզի աստիճանաբար սրտիկը փակվի։ Հիմա գործում ենք 6 հատ սովորական սյունյակ, 1, 2, 3, 4, 5, 6 3 հատ անընդմեջ պակասեցնում ենք, այսինքն 3 անգամ 2 հատը միասին ենք գործում, 1, 2, 3, ապա 12 հատ գործում ենք սովորական, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 Այս կողմում ևս 3 հատ պակասեցնում ենք, 1, 2, 3 և մնացած 6 հատ գործում ենք սովորական, 1, 2, 3, 4, 5, 6 Շարքի վերջում մենք ունենանք 30 հատ։ 13-րդ շարքը գործում ենք առանց փոփոխության և հանդիպում ենք 14-րդ շարքի սկզբում։ Գործեցինք 13-րդ շարքը, հիմա նախքան կանցնենք 14-րդ շարքին, եթե օգտագործում ենք խաղալիքների համար նախատեսված անվտանգ պլաստիկե աչքերը, հիմա ճիշտ ժամանակ դրանք տեղադրելու, իսկ եթե ոչ, կարող եք հետո հետագայում մասեղնագործել աչքերը ինքնուրույն։ Հիմա ես ցույց կտամ ինչպես տեղադրել աչքերը։ Աչքերը տեղադրելու ենք 8-րդ և 9-րդ շարքերի արանքում, իսկ նրանց միջև տարածությունը պետք է լինի 5 հատ։ Ուրեմն այսպես ենք հաշվում. 1, 2, 3, 4, 5, 6, 7, ահա 8-րդ և 9-րդ շարքերը հենց իրենց արանքում տեղադրում ենք, դեռ չենք ամրացնում, պարզապես ստուգում ենք արդյոք ճիշտ ենք տեղադրել թե ոչ, իրենց միջև տարածությունը 5 պետք է լինի, 5 հատ, 1, 2, 3, 4, 5, հաջորդ աչքը կտեղադրենք այստեղ։ Եթե դուր է գալիս, այսպես թողնում ենք, եթե ոչ, կարող ենք փոքր տեղաշարժել։ Ինձ թվում է, որ սա կարելի է մի փոքր աջ տանել։ Կարծում եմ լավ է։ Հիմա ամրացնենք։ Աչքերը տեղադրված են և շարունակենք գործել։ Գործում ենք 14-րդ շարքը։ Գործում ենք հետևյալ կերպ։ Ամբողջ շարքը նույնությամբ գործում ենք 3 հատ սովորական սյունյակ, մի հատ պակասեցում։ Ուրեմն դա կրկնելու ենք 6 անգամ։ Արդյունքում կունենանք 24 հատ։ Ուրեմն 1, 2, 3 հատ գործեցինք, մի հատ պակասեցնում ենք, այսինքն 2 հատը գործում ենք միասին։ Նորից 1, 2, 3 և պակասեցնում ենք։
1 2 3 պակասեցնում ենք։ Այսպես գործում ենք մինչև շարքի վերջ։ Գործեցինք 14-րդ շարքը, վերջում մեզ մոտ եղավ 24 հատ, հիմա գործում ենք 15-րդ շարքը։ Այստեղ գործում ենք 2 հատ և մի հատ պակասեցնում ենք, կրկին ամբողջ շարքը նույն ձևով գործում ենք, ընդհանուր 6 անգամ և կունենանք վերջում 18 հատ, 1 2 հատ գործում ենք, մի հատ պակասեցնում։ Կրկին ամբողջ շարքը նույն ձևով գործում ենք։ Ավարտեցինք 15-րդ շարքը ևս, այս պահից սկսում ենք արդեն լցնել մեր սրտիկը սինտիպոնով։ Քանի որ այս շարքից հետո արդեն ավելի է փոքրանալու տարածքը, անցքը և կդժվարանանք լցնել։ Ինչպես ենք լցնում սինտիպոնը, նախ լցնում ենք, ապա կենտրոնից տանում ենք դեպի կողքերը։ Տեսեք, արդեն մեր սրտիկը աստիճանաբար նմանվում է իրոք սրտիկի։ Շարունակենք գործել։ Տասնվեցերորդ շարքը գործում ենք մի հատ և մի հատ պակասեցնում ենք։ Վերջում կունենանք 12 հատ։ Մեկ հատ գործում ենք, մեկ հատ պակասեցնում։ Եվ այսպես ամբողջ շարքը։ Գործենք և կհանդիպենք։ Եթե ավարտեցինք ուրեմն 17-րդ շարքը ևս, նայում ենք, եթե անհրաժեշտ է, մի փոքր ևս լցնում ենք սինտիպոն։ Եվ գործում ենք վերջին շարքը։ 6 հատ անընդմեջ պակասեցնում ենք։ Արդյունքում կունենանք 6 հատ։ Կարող ենք հաշվել, այլևս մարկեր չդնել, 1 2 3 4 5 6 ամրացնենք թելը, կտրենք։ Հիմա ինչպես ենք փակում այս փոքր անցքը և ընդհանրապես այս տեխնիկան հարմար է խաղալիքների այս գագաթները ճիշտ փակելու համար։ Ասեղը անցկացնում ենք հերթով բոլոր 6 հատերի միջով
առանց ձգելու առայժմ։ Եվ 6։ Հիմա ձգում ենք թելը և անցքը փակվում է, խնդրեմ։ Դրանից հետո պետք է թելը պահենք և այսպես ասած կորցնենք, խճճենք, որպեսզի նա ամուր լինի, այն ամուր լինի։ Այստեղից մտցնում ենք, այստեղից հանում, այսպես։ Երբ որ ինքը մտնում է սինցիպոնի մեջ, խճճվում է և այլևս չի քանդվի։ Այսպես կարելի է արդեն կտրել։ Ահա մեր գեղեցիկ սրտիկը արդեն պատրաստ է։ Այստեղ կարող ենք արդեն թարթիչներ կարել, բերան կարել և բրիլոգի, այսինքն կախազարդի շղթա ավելացնել, ինչը մենք հիմա կանենք միասին։ Հիմա թարթիչներ գործենք, ասեղնագործենք մեր սրտիկին, որպեսզի ավելի կոկետուհու տեսք ստանա։ Ուրեմն թելը մտցնում ենք որևիցե մի տեղից, մենք հետո այն թելը կթաքցնենք իհարկե։ Սա արդեն ըստ ճաշակի, ըստ երևակայության կարող եք ինքներդ որոշել թարթիչների ձևը, տեղը։ Ենթադրենք այսպիսի մի բան։ Նույնը անում ենք հաջորդ կողմից։ Այնուհետև բերանը պետք է ասեղնագործենք։ Բերան ասեղնագործելու համար ընտրում ենք այս տարածքը։ Որպեսզի կոր ստանանք, մի փոքր թույլ ենք թողնում թելը։ Այստեղից մի հատ ասեղը մտցնում ենք, որպեսզի ինքը պահի և ստանում ենք ժպիտ։ Հիմա ևս մեկ հնարք թելը պահելու համար, այստեղ մենք հանգույց ենք անում, այս ավելորդ հատվածը կտրում ենք, իսկ այս թելի ոճերը թաքցնում ենք խաղալիքի մեջ, քանի որ ներսում սինցիպոն է, ինքը խճճվում է և այլևս դուրս չի գալիս։ Հիմա ամրացնենք կախազարդի շղթան։ Վերցնում ենք սրտիկի գույնի թել,
վերցնում ենք շղթան, կրկին այստեղ մի հատվածից մտցնում ենք ասեղը, հանում ենք կենտրոնից և շղթայի այս հատվածը կարում ենք այնպես, որ ինքը գտնվի կենտրոնում։ Եվ լավ ամրացնում ենք, մի քանի անգամ նույն տեղից ամրացնում ենք։ Կարծում եմ արդեն բավականին ամուր է, մեկ անգամ էլ կարելի է։ Եվ ասեղը հանում ենք այն հատվածից, որտեղ որ թելն էինք ցրել։ Սա կրկին հանգուցում ենք։ Եվ արվում ենք նույն կերպ։ Պինցետի կամ ինչ-որ մի գործիքի օգնությամբ մտցնում ենք ներս։ Խնդրեմ, մեր կախազարդ սրտիկը պատրաստ է։